Ողջույն սիրելի հայրենակիցներ, 5-րդ ալիք Նյուզայեմ եւ Երևան Today պարբերականները հարցազրույց են խնդրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստանալու պարզաբանումներ հետընտրական զարգացումների մասին։ Բարև ձեզ, պարոն նախագահ։ Բարև։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանում կունենա ոչ թե սահմանադրական մեծամասնություն, ինչի համար պայքարում էր Փաշինյանը, այլ պարզ մեծամասնություն, ինչը նշանակում է, որ չեն կարողանա օրինակ սահմանադրական օրենքներում փոփոխություններ անել կամ նոր օրենքներ ընդունել։ Բայց Փաշինյանը հենց գիշերը ընտրությունների ինքն իրեն շնորհավորեց մեծ հաղթանակի կապակցությամբ, դեռ կենտրոնական ընտրականը 10%-ն էլ քվեների չէր հաշվել այդ ժամի դրությամբ։ Ընդդիմադիր ուժերը եւ ընդդիմադիր ուժերի ձայնը տված քաղաքացիները տարակուսած են մի տեսակ ու չեն կողմնորոշվում։ Ի վերջո սա մեծ հաղթանակ է Նիկոլ Փաշինյանի համար, թե մեծ պարտություն։ Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց պանիխիդայի դեմքով ամբողջ այդ քաղաքացիական պայմանագրի թիմի մոտ եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Կարծում եմ հերթական բլեֆներ փորձում անել, մտածելով, որ կկարողանան ազդել հետագա հաշվարկի վրա։ Եվ այն տարօրինակ կեցվածքը, որը ցուցադրեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը գիշերվա ընթացքում ուղիղ հեռարձակումները դադարեցնելով եւ նույնիսկ իրենց կայքը սկսեց խաթարվել ինչ որ բարբերաբար փորձում էին գիշերվա ընթացքում ամեն ինչ անել, որ ասենց իրենց ուզած համոզիչ հաղթանակը նկարել։ Կարծում եմ սա էր, բայց իհարկե պատկերը լրիվ ուրիշ է, նույնիսկ իմ համոզմունքն է, որ առնվազն մի 10% իրենք տարբեր հանրակներով ավելացրել են։ Ամեն դեպքում ճշտող հարց ընդդիմադիր ուժերը տարբեր տեսակի եւ մասշտաբի ընտրախախտումների մասին են խոսում, ի վերջո սրանք այնպիսի խախտումներ են, որ կարող էին ազդել ընտրական ամբողջ process-ի վրա եւ պատկերի վրա արդյունքների։ Անկասկած ընտրական գործընթացը դա միայն ընտրությունների օրը չի, դա ամբողջ գործընթացն է մինչ ընտրությունները նաև եւ քարոզարշավը եւ միջ քարոզարշավը եւ խախտումները աննախադեպ խախտումներ էին այդ ընթացքում եւ այդ խախտումները անկասկած ամեն մի խախտումների բլոկ կարող էր ազդեցություն ունենալ վերջնական արդյունքների վրա։ Եթե ուզում ենք, ես կարող եմ նաև այդ բլոկերով բաժանել, ուղղակի չգիտեմ հերթականությունը ոնց է։ Ես ավելի կոնկրետ հստակ հարցը տամ, դուք բաժանեք։ Պարոն Քոչարյան, շատ էական է նաև հասկանանք, թե ինչպես հաղթեց իշխանությունը, եթե կարելի է դա հաղթանակ որակել, եթե նույնիսկ 50+1 չունեն, եւ ինչու պարտվեց ընդդիմությունը, այսինքն միասնական ընդդիմությունը չհաջողեցրեց հաղթել իշխանությանը։ Այսինքն ինչը օգնեց իշխանությանը եւ ինչը սխալ արեց ընդդիմությունը եւ արդյոք ես ուզում եմ այս հարցին նաեւ հավելել այն հանգամանքը արդյոք իշխանությանը օգնեց նաեւ միջազգային հանրության այն աջակցությունը, որը մենք նախընտրական շրջանում շատ ակտիվ տեսնում էինք, դա լինի եվրոպացի ղեկավարների աջակցության մասին, Հայաստանում կայացած այդ հավաքների մասին, ինչը օգնեց իշխանությանը եւ խանգարեց ընդդիմությանը։ Նայեք, ես բոլոր խախտումները կբաժանեմ մի քանի բլոկի։ Առաջինը եւ ամենից կարևորը կհամարեի հենց դրսի աջակցությունը, որը ուղղակի նախադեպ չուներ, սկսած Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարության աջակցության, հետո Տրամփ, Ռուբիոյի հենց օդանավակայանային այցը, այսպես կես ժամանոց մամուլի ասուլիսով Եվրո հանձնաժողովի նախագահի հայտարարությունները, տարբեր եվրոպական երկրների առաջնորդների, Մակրոնի ուղղակի նախադեպը չունեցող միջամտություն ընտրություններին, ես երևի մեծ փորձ ունեմ քաղաքականության մեջ, այդպիսի բան երբեք չի եղել։ Եվ միայն այս բլոկը արդեն բավարար է համարել, որ միջամտությունը եղել է այն աստիճանի, որը կարող էր ունենալ ազդեցություն վերջնական արդյունքների վրա։ Սա մեկ բլոկ։ Երկրորդ բլոկը սա նախադեպ ծախսերն էին բյուջետային, որոնք կարելի է հանգիստ համարել բյուջետային կաշառք ընտրողների ընտրական process-ի ժամանակ։ Եվ հատկապես կենսաթոշակների այդ բարձրացումը, որը նախատեսված չէր բյուջեով։ Վերջապես, եթե այդպիսի բան պլանավորում եք, դուք կարող եք դա նախատեսել բյուջեով, նախատեսված չէ։ Հակառակ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ թոշակառուին 10,000 դրամով ավելացնեն, չէի իմանալու թե ինչ անելու, եթե հիշում եք։
Հետո այդ ավելացումը, հետո տարբեր կարգի հարցերի լուծում, այսպես ասենք, ոտի վրա։ Օրինակ, արձակուրդում գտնող վարչապետը հանկարծ վարորդական իրավունքների այսպես բալային այդ համակարգի հետ կապված դժգոհության հարց է լուծում արձակուրդում գտնող վարչապետը։ Սա ուղղակի վարչական ռեսուրսի չարաշահում է ակնհայտ եւ համարում է, որ սա պետք է քրեա իրավական նաեւ գնահատական ստանա եւ ոչ միայն սա։ Սա երկրորդ բլոկն է եւ տարբեր գնահատականներով սա մոտ 1 միլիարդ դոլարի չափ գումար է նետվել, որի մի զգալի մասը նախատեսված չէր բյուջեով։ Եվ սա կարելի է համարել բյուջեի այսպես չարաշահում ընտրական գործընթացներում։ Բյուջետային ոլորտի աշխատողների վրա ճնշումը, որը բազմաթիվ էին, համատարած եւ նույնիսկ դիտորդները դա արձանագրել են։ Եվ վերջապես այն բռնաճնշումները, որը եղան ընդդիմադիր գործիչների նկատմամբ, կալանավորումներ, ձերբակալություններ շատ էին։ Նախադեպ չունի այսպիսի ծավալները, նույնիսկ ես ավելին կասեմ, Հայաստանում բոլոր տեղի ունեցած ընտրությունների ընթացքում միասին այդքան կալանավորումներ, ձերբակալություններ եւ քրեական գործեր չեն հարուցվել, ոնց որ միայն այս ընտրությունների ժամանակ։ Եվ նպատակ ակնհայտ էր քայքայել անդիմադիր շտաբերի աշխատանք, կազմալուծել այդ շտաբերը եւ ըստ էության խաթարել իրենց աշխատանքը։ Միայն այս բլոկը արդեն եւս բավարար է ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու համար, որովհետեւ այս գործողությունը ակնհայտ ազդել է վերջնական արդյունքների վրա։ Հիմա դուք պատկերացրեք այս 4 գործոնը միասին։ Չեմ ասում նույնիսկ ավելի փոքր հանգամանքները, օրինակ հանրայինի ակնհայտ կողմնակալությունը, հանրային հեռուստատեսության ակնհայտ կողմնակալությունը, բայց դա ասես միշտ էլ եղել է այս կամ այն աստիճանի։ Ես ասում եմ այն գործոնների մասին, որոնք երբեք այս ծավալի, նույնիսկ մոտիկ այս ծավալի չի եղել։ Եվ հիմա վերցրեք համակցված այս ամբողջը միասին։ Եվ սա իհարկե բերում է մեկ եզրակացության, որ այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ։ Կարող է ձեր հարցի ինչ-որ մի մասի չպատասխանել։ Ուղղակի հարցի ձեր պատասխանից մի հարց, եթե ըստ էության չենք համարում լեգիտիմ, գիտենք, որ դուք դիմել եք սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների։ Դիմելու ենք, դիմելու եք։ Ինչ ակնկալիք ունեք սահմանադրական դատարանում, մենք գիտենք, որ այնպիսի արդեն դատավորներ կան, որոնք իշխանություն էին մի ժամանակ, ընդ որում կուսակցական էին, եւ հիմա դարձել են սահմանադրական դատարանի դատավոր։ Ակնկալիք չկա, բայց այս process-ով մենք պետք է անցնենք, որովհետեւ սահմանադրական դատարանի նիստերը բաց են, եւ մենք այս ամենը պետք է ցույց տանք եւս մեկ անգամ մեր հանրությանը, թե ինչ է կատարվել ընտրությունների ժամանակ։ Միջև ընտրության օրը եւ ընտրության օրը եւս։ Հիմա սա է լինելու։ Ակնկալիք, ես օրինակ ակնկալիք չունեմ, բայց այնուամենայնիվ պետք է դիմել այս ամենը ֆիքսելու համար։ Պարոն նախագահ, ես թերևս քաղաքացիներին ամենահուզող հարցին կանդրադառնամ։ Արդյունքները հրապարակելուց հետո բազմաթիվ կոչեր են հնչել ընդդիմադիրներին չվերցնել խորհրդարանական մանդատները։ Ինչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ եւ ինչ քայլեր է նախատեսում ձեր առաջնորդած քաղաքական ուժը։ Նայեք, մենք վերջնական որոշում չունենք մանդատների հետ կապված, ուղղակի սա այն որոշումն է, որը պետք է կայացվի խորհրդակցելով նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ, պայքարը եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են։ Հիմա մանդատները դա լուրջ գործիք է պայքարը շարունակելու համար։ Իմ անձնական մոտեցումը սա է, բայց կրկնեմ, վերջնական որոշումը չկա։ Բայց որ պայքարը շարունակելու են, ուղղակի այստեղ կասկած չի կարող ունենալ։ Նաև փողոցը նկատի ունեք։ Նաև փողոցը տարբերությունը հետևյալ է մեջ է։ Լեգիտիմությունը իսկապես լուրջ կասկածի տակ է։ Իշխանության լեգիտիմությունը երբ կասկածի տակ է, սա այլ մթնոլորտ է ձևավորում նաև ներսում։
բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվել։ Բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են ԿՊ-ի համար, իրենք սա տեսնում են։ Սա նշանակում է, որ իրենց վարած քաղաքականության եւ իրենց անցկացրած ընտրության, այսպես ասենք, փլատակների տակ մնալու է հենց ԿՊ-ն։ Եվ չեմ կարծում, որ դա տևելու է շատ երկար։ Պարոն նախագահ, միասնական ընդդիմությանը շատ հարցեր են ձևակերպում քաղաքացիները, մեր խմբակրությունը միայն ամեն օր մի քանի զանգ է ստանում։ Ես փորձել եմ ընդհանուր բովանդակությունը ձևակերպել եւ հարցը ուղղել ձեզ։ Մարդիկ հիմնականում ուզում են հասկանալ, արդյոք ընդդիմադիր հիմնական ուժերը, որոնց իրենք ձայն են տվել, մտածում են միասնական շտաբ կամ գործողությունները համակարգելու այլ ուղի գտնելու ուղղությամբ։ Նախաձեռնում են արդյոք միասնական հանրահավաք կամ բողոքի որևէ այլ գործողություն։ Այդ շփումը հիմա կա, կոնսուլտացիաներ իրար հետ անց են կանցնում, միասնական գործողությունները ինչպիսին է կլինեն, ցույց կտա ժամանակը։ Այս պահին ես չեմ կարող դա ասել, բայց ինֆորմացիայի փոխանակում դե մտահոգությունը բոլորի մոտ է։ Եվ այն ինչ կատարվում է հիմա, օրինակ ԲՀԿ-ի ձայների հետ, ուղղակի եւս մի արտարոց բան է։ Ընտրական հանձնաժողովը կայացել է որոշում, որը իրավունք ուղղակի չունի։ Ինքը չի կարող անվավեր ճանաչել որևէ տեղ։ Ինքը կարող է, այսպես ասենք, այդ տեղամասում նոր ընտրություն կազմակերպել, բայց զուտ անվավեր ճանաչելու իրավունք չունի։ Ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի կեցվածքը շատ տարօրինակ էր ամբողջ գիշերը։ Եվ իսկապես հարցեր է առաջացնում։ Սա ԿՊ-ի շարունակությունն է, կենտրոնական հանձնաժողովի նախագահը, նախկին ԿՊ-ական պատգամավորը եւ անաչառության որևէ նշուլ էլ այստեղ ոչինչ չկա։ Սա մեծ հարցեր է առաջացնում եւ ավելացնում է ոչ լեգիտիմ, այսպես ընտրությունների ընկալմանը բավական լուրջ փաստարկներ։ Մանդատները վերցնելու հետ կապված դուք ձեր անձնական կարծիքը արդեն ասացիք եւ նաեւ ԲՀԿ-ին է վերաբերում ինչ որ մասով հարցս, արդեն քննարկումներ կան լրատվական դաշտում այն մասին, որ եւ նախկին ԿՊԱ-ականներից մեկն էլ ուղիղ ասաց, որ գիտի, որ Խաչատուր Սուքիասյան անունով ԿՊԱ-ականը բանակցություններ է վարում Բարգավաճ Հայաստանի հետ, որպեսզի փորձեն քաղաքացիական պայմանագրի կողմը քաշել, իհարկե Իվետա Տոնոյանը կտրականապես հերքեց, անվանեց անպարկեշտ բամբասանք այդ խոսակցությունները, բայց ընդդիմությանը ձայն տված քաղաքացիներին շարունակ է այս հարցը հուզել հետևյալ կոնտեքստում։ Արդյոք մանդատները վերցնելու դեպքում խնդիր չի առաջանալու ընդդիմության համար, որ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ կսկսի փորձել ձայներ վերցնել ընդդիմությունից, այսպես ասած, իրենով անել եւ ստանալ արդեն սահմանադրական մեծամասնություն։ Կարծում եմ ամեն մի քաղաքական ուժ պատասխանատու է իր, այսպես ասենք, ցուցակի համար։ Այդ տեսանկյունից մարդիկ, որոնք անցնում են խորհրդարան Հայաստան դաշինքի ցուցակով, չեն կարող որևէ կասկած առաջացնել, կարծում եմ, եւ անցած 5 տարին ցույց են տվել, որ պայքարող են եւ անզիջում, այսպես պայքարող մարտական ոգի ունեցող մարդիկ են։ Չեմ կարծում, ենթադրում եմ, որ իշխանությունը փորձելու այդ ճանապարհով գնա, բայց սա մի պայքար է, որը, այսպես ասենք, լինելու է, պետք է ակնկալենք, որ այդպիսի քայլեր անելու են, բայց ամեն մի քաղաքական ուժ պետք է կարողանա վերահսկի իր ցուցակը։ Այստեղ sense կանխագուշակել, թե ինչ է լինելու, ինչ չի լինելու, եւ որ կարող է լինել դրա համար ինչ որ այս կամ այն քայլերը չանել, չեմ կարծում, որ ուղղակի ողջամտության շրջանակները մեկնում այդ մոտեցումը։ Շարունակելով մանդատ վերցնելու թեման, տեսեք ինչ են ասում ձեզ ընդդիմախոս քաղաքացիները կամ կուսակցությունները, իրենց ներկայացուցիչներ, ասում են վերցնելու է գնաք եւս 5 տարի նստեք խորհրդարանում, օգտվեք աշխատավարձից, գնաք գործողումներ, հետո ոչ մի արդյունք չտաք, վերցնում եք ինչ անեք։ Նայեք, մենք մեր մանդատների հետ կապված, մանդատների այսպես հավաքական ուժի հետ կապված օգտագործել ենք բոլոր հնարավորությունները։ Եվ զուգորդել ենք միշտ այդ հնարավորությունները փողոցային պայքարի հետ։ Առնվազն 2 մեծ ցիկլ այդ պայքարի մենք ունեցել ենք։ Հասել ենք նպատակին չէ, բայց ամենայն դեպս ես չեմ տեսնում որևէ պահ, երբ կարող եմ ասել մենք ի վիճակի ենք եղել անել ավելինը եւ չենք արել։ Սա փաստ է։ Հիմա հնարավորությունը ավելի մեծ է իրականում եւ մանդատների քանակի առումով հնարավորությունը ավելի մեծ են եւ կա մեկ այլ քաղաքական ուժ, որը
մեզանից ավել մանդատներ է ստացել, ավելի թարմ նոր դեմքերով հանդես են գալիս։ Ես կարծում եմ այստեղ պայքարի նոր բավական հետաքրքիր բան է բացվում, հնարավորություն է բացվում։ Ու դրան գումարենք հետևյալ հանգամանքը, որ իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ է լինելու, անկասկած ամբողջ այդ ժամանակահատվածում, ինչ չի եղել նախորդ ժամանակներում, եւ երևի նկատելի է, որ ընդդիմադիր ձայները շեշտակի ավելացել են։ Ըստ էության, եթե նաեւ փոշիացված ձայները փորձեն գնահատել, ապա այստեղ էլ մեծ մասը եւս ընդդիմադիր ձայներ են, 600,000-ից ավել։ Եթե դրանց 10% դուրս գա փողոց, բավարար է մեկ տարում այս իշխանության հարցը լուծել։ Պոտենցիալը կա։ Հիմա ինչպես կարողանանք այդ պոտենցիալը օգտագործենք, սա արդեն կախված է եւ մեզանից եւ որոշ զարգացումներից կապված այն իդեալիայից, որ այսօր Հայաստանում կա։ Եվ իդեպ ձեր հարցին ես մի բան կավելացնեմ, միջ այդ տված հարցին ես 4 բլոկ եմ բերել տարբեր գործոնների, ամենից որոշիչը իմ կարծիքով եղել է դրսի աջակցությունը։ Ինչի համար, որովհետև դրսի աջակցությունը հնարավորություն է տվել ԿՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանին անտեսել եւ օրենսդրությունը, անտեսել բոլոր, այսպես ասենք, քաղաքավարության նաեւ նորմերը։ Որովհետև այն աջակցությունը, որը ցուցաբերեցին օրինակ Միացյալ Նահանգները եւ եվրոպացիք, կարելի է պարզ լեզվով թարգմանել հետեւյալ կերպ. Արա ինչ ուզում ես։ Մենք ճանաչելու ենք քո իշխանությունը։ Ինչ ուզում ես արա, սա ուղղակի այս հայտարարությունն էր։ Եվ Նիկոլ Փաշինյանը արել է ինչ հնարավոր էր, ինչ կարելի էր անել, կամ կարելի էր, կամ չի կարելի է թքելով օրենսդրության վրա, թքելով ամեն ինչի վրա։ Նայեք, ես փայլուն հարաբերություններ եմ ունեցել Ժակ Շիրակի հետ, Պուտինի հետ, բայց երբևէ որևէ ընտրության ժամանակ երբեք ոչ Ժակ Շիրակը, ոչ Պուտինը, ոչ այլ նախագահներ, որոնց հետ հարաբերությունները շատ լավ էին, միջև ընտրությունները կոչ չէին անում քվեարկել օրինակ իմ օգտին։ Եվ սա ընդունված չէր, սա համարվում էր կոպիտ միջամտություն եւ ես չեմ հիշում, որ Հայաստանի պատմության մեջ երբևէ նման բան լինել։ Նույնիսկ 21 թվականին այդպիսի բան չի եղել։ Եղել է աջակցություն, բայց այսպես որոշակի միջնորդված աջակցություն դրսի ուժերի կողմից։ Այսպիսի միջամտությունը ինքը իրենով արդեն մեծ հարցական է դնում արդյունքների լեգիտիմության վրա։ Սա կոպիտ միջամտություն է։ Եվ սա կրկնեմ այդ միտքը, սա ձեռքերը ազատել է Նիկոլ Փաշինյանին անել ամեն հնարավորը այս ընտրությունները կեղծելու համար։ Ըստ էության արևմտյան այդ առաջնորդները մասնակից են դառել նոր բռնապետի ձևավորմանը, կայացման գործին։ Սա այլ կերպ բացատրություն ես չունեմ։ Եվ սա այն դեպքն է, ես հիշեցնեմ իմ մամուլի ասուլիսների ժամանակ հետևյալն է ասում, երբ աշխարհաքաղաքական շահերն են ի հայտ գալիս, ժողովրդավարությունը միշտ հետ է նահանջում։ Հիշում եք այդպիսի մոտեցում միշտ արտահայտել եմ, սա պարզ ճշմարտություն է։ Այսօր այդ վիճակն է։ Միացյալ Նահանգները ունի հսկայական փորձ բռնապետերի աջակցության, երբ հենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով Պինոչետին էին պաշտպանում, պահում, Սամոսը պաշտպանում, պահում, նույնիսկ կա հայտնի արտահայտություն, եթե չեմ սխալվում Ռուզվելտն էր, որ ասում էր շանորդի է, բայց մեր շանորդին է։ Հիմա այս վիճակն է։ Հիմա ինչն է այստեղ վտանգավոր եւ ինչու մենք հայտնվեցինք այդ վիճակում։ Նիկոլ Փաշինյանը մտածելով Հայաստանի ներեքաշել այս պատմության մեջ։ Ինքը մտածելով է դա արել այդ աջակցությունը ստանալու համար։ Կներեք, բայց դա գին պետք է ունենա աջակցությունը, ինչ գնով, ինչ գին ենք վճարելու։ Հիմա գինը հենց այդտեղ հայտնվելն է։ Ինքը արել է ամեն ինչ, եթե ուղղակի ես հիշեցնեմ, Բրյուսել գնացին Ռուսաստանից պաշտպանվելու հիբրիդային այդ միջամտությունից, պատերազմից պաշտպանվելու խնդրանքով եւ ինքը ներքաշեց Հայաստանը այստեղ մեկ պատճառով՝ ստանալ այդ աջակցությունը արևմուտքից եւ օգտագործել այդ աջակցությունը
ամբողջ ծավալով ընտրախախտումների մեջ մխրճվելու համար։ Սա է նպատակը եւ այդ նպատակին ինքը ասել է։ Բայց գինը տալու է հայ ժողովուրդ։ Որտեղ ինքը մցրեց մի շատ անցանկալի հակադրության մեջ Արևմուտք Ռուսաստան։ Հիմա ստացվում է այնպես, որ Փաշինյանի հաղթանակը Արևմուտքը համարում է իր հաղթանակը, ավտոմատ Ռուսաստանը պետք է համարի իր պարտությունը եւ Փաշինյանի ձախողումը Արևմուտքը սկսելով անցալել որպես իրենց ձախողումը, Ռուսաստանը իրենց հաղթանակը։ Սա լավ տեղ չի բերում երկիրը ընդհանրապես։ Եվ իմ բոլոր հանրային ելույթների ժամանակ ես միշտ զգուշացնում եմ, որ սա լավ տեղ չի, մի տարեք այդտեղ։ Բայց հետևողականորեն Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տարավ հենց այդտեղ։ Դա է պատճառը, ներեցեք, որ Պուտինը դեռևս չի շնորհավորել Փաշինյանին եւ հապաղում է կարծես։ Ինչ որ դուք ասում եք, դա հետևանք է։ Իհարկե, այս հակադրության մեջ, երբ Եվրոմիություն Ռուսաստան թշնամական են հարաբերությունները, Եվրոմիությունը ըստ էության քաղաքական միավորից դառնում է ռազմաքաղաքական միավոր եւ թշնամացած են Ռուսաստանի հետ եւ Հայաստանը մտցնել այդ կոնտեքստի մեջ, սա անպատասխանատվություն է։ Ընտրությունները ինքը շահեց, Հայաստանը դրանից տուժեց եւ սրա հետևանքները ծանր են լինելու հենց առաջերտին հենց իրեն համար, Նիկոլ Փաշինյանի համար, բայց նաեւ հայ ժողովրդի համար։ Պարոն նախագահ, Ռուսաստանը դեռ մայիսից արդեն սկսել է այդ սահմանափակումները մի շարք հայկական արտադրանքների նկատմամբ եւ Փաշինյանն ասում է, ότι Ռուսաստանի սահմանափակումներից հետո Հայաստանի ծաղկի արտադրողը ընկել է ծաղկային դրախտի մեջ։ Ասում է Նիդերլանդների վարչապետն է իրեն զանգել եւ Հայաստանի ծաղիկը հասանելիություն է ստացել ծաղկի վաճառքի աշխարհի ամենամեծ պլատֆորմին, հա։ Իսկ հպականներն էլ ասում են, օրինակ, եթե մեր անտառային գեղեցկուհի տանձի համը ընկնի ճապոնացիների բերանը, նրանք այլ միրգ չեն գնի։ Փաշինյանն ասում է, մենք այնքան կխթանենք դեպի Եվրոպա արտահանումը, որ կարող է Հայաստանում միրգ չմնա եւ մենք Ֆրանսիայից ծիրան խնդրենք հետ բերեն։ Որքանով եք այս ամենը լուրջ համարում։ Նայեք, հերթական հեքիաթներն է, որով փորձում ենք կերակրել մեր ժողովրդին։ Հերթական հեքիաթներն են։ Մենք շատ ենք կախված Ռուսաստանի շուկայից։ Ինչ ուզում են խոսան եվրոպական շուկայի մասին, եվրոպական շուկան պաշտպանված է արտահանումներից, այլ երկրներից, ներմուծումներից ավելի ճիշտ։ Հիմա սա բան է, այս մարդը այնքան է ստել, որ հիմա հավատալ Նիկոլ Փաշինյանի ասածներին, ուղղակի ինչ ասեմ, միամտությունը մեկ այլ աստիճան է։ Քանի որ խոսքը գնաց ծաղիկների մասին, նայեք, Նիդերլանդները իրենք երևի Եվրոպայի ամենից խոշոր ծաղիկ արտահանողներն են եւ իրենք հարթակ են, այսպես ասենք, այդ բիզնեսի համար։ Հիմա կարող են ինչ-որ ցուցադրական մի խումբ ինչ-որ ծաղիկներ, վարդեր տանեն եւ Հոլանդիայից արտահանեն մեկ ուրիշ տեղ։ Բայց դա երբեք չի կարող լուրջ գործոն դառնալ Հայաստանի տնտեսության համար, Հայաստանի գյուղատնտեսության համար եւ ծաղիկ աճեցնողների համար հնարավոր չէ։ Միգուցե կարող եմ ավելի մանրամասնություններ այստեղ ուղղակի բերել, Հոլանդիայում հետեւյալն է, իրենք լուրջ քանակի ծաղիկներ են ներմուծում 3 երկրներից՝ Կենիա, Էկվադոր, Կոլումբիա։ Լուրջ քանակ եւ բերում են եւ արտահանում, այսպես ասենք, ուղղակի sense բորսայի պես մի բան է, որտեղ այդ ծաղկի բորսայական ոճի առևտուր են իրականացնում։ Եվ Կենիայում եւ Կոլումբիայում եւ Էկվադորում բնակլիմայական պայմանները իդեալական են։ Ջերմոցները ձմեռը չի ստակացնում, sense մշտական գարուն, այսպեսի արտահայտություն կա կլիմայական առումով, sense իդեալական է։ Հայաստանը այլ տեղ է, այլ կլիմայական պայմաններում դու չես կարող գնային առումով մրցել։ Սա նշանակում է պետություն անընդհատ պիտի սուբսիդավորի։ Դե խոստացել եք, փաստացի։ Բայց այդքան փող որտեղից։ Եվրոպացիները դա 50 միլիոնը տալիս են։ Ամբողջ գյուղատնտեսությունը դու անընդհատ սուբսիդավորելու ես ամեն մի ծաղիկի համար ինչ որ գումար ես տալու, դուր մի հատ տեսնենք հետո դու թոշակներ ինչ գումարով ես տալու, այլ կարգի ծախսեր ոնց ես անելու։
Մի 8 միլիարդով էլ կավելացնի։ Աբսուրդ է, սա ուղղակի, ասենք ասենք, շատ փոքր ծավալների վրա փորձում են հերթական անգամ մարդկանց հանգստացնել, որ խնդրեմ չկա, մենք էս կանենք, այն կանենք եւ այլ եւ այլ։ Եվրոպական շուկան շատ ծանր շուկա է եւ այդ շուկայում տեղավորվելու համար հսկայական ծախսեր են անհրաժեշտ անել հենց առաջերտին Հայաստանում եւ սուբսիդավորման աստիճանը վերի ուրիշ աստիճանի պետք է բերեն։ Այդ փողերը Հայաստանը չունի։ Եվ հարցը հետեւյալի մեջ է. իսկ հանուն ինչի այս խնդիրները։ Մի հատ հասկանանք հանուն ինչի։ Կա աշխատող շուկա։ Դու քայլեր ես արել, խնդիրներ ես ստեղծել միայն քո աթոռը պահելու համար եւ ամբողջ ժողովուրդը այդ գինն է տալիս քո աթոռը քո տակին պահելու համար։ Արշիտ է։ Անկեղծ ասած ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում։ Երբ որ ասում եմ սուբսիդավորել, դու քո գրպանից չես սուբսիդավորում, դու սուբսիդավորում ես Հայաստանի Հանրապետության բյուջեից։ Այդպես է, չէ՞։ Ուրիշ աղբյուր դու չունես։ Հիմա Հայաստանի Հանրապետության բյուջեն կարող էր հանգիստ սուբսիդավորել, այլ ծախսեր իրականացնել, օրինակ թոշակներ բարձրացնել, գումարներ աշխատել այդ ռուսական շուկայում, հիմա ավելորդ ծախսեր առաջանում գյուղատնտեսության համար։ Հանուն ինչի, հանուն քո աթոռի, այս բարձ հարցի պատասխանը վերջապես ոչ ոք չի ուզում դրա մասին խոսալ, իշխանավորները։ Ես գրեթե վստահ եմ, որ նա կասի հանուն խաղաղության։ Ինչ կապ ունի խաղաղության, ինչ կապ ունի խաղաղությունը վարդի արտահանման հետ կամ վարունգ լոլիկի արտահանման հետ, ինչ կապ ունի խաղաղություն։ Կրկնեմ, մի բան էլ Թուրքիայի սահմանը հենց բացեն գյուղատնտեսությունը ընդհանրապես լրջագույն խնդիրներ է ունենալու, որովհետև մեր շուկաները գյուղատնտեսական արտադրանքի մրցակցային են, իսկ Ռուսաստանի հետ իրար համալրող, այսպես ասենք, գյուղատնտեսություններ են, ոչ թե իրար հետ մրցող։ Տարբերությունը շեշտակի է, շատ մեծ տարբերություն։ Վլադիմիր Պուտինի մասին խոսեցինք, շատ կարճ ստացվեց, կխնդրեմ այստեղ մասնավորեցնենք, հա, Պուտինը սպասում է ընտրությունների վերջնական արդյունքներին եւ ճիշտ ապում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանին հարց ուղղել են, նա քմծիծաղել է եւ ասել՝ դե ինչ անեմ, հուսամ կշնորհավորի։ Ձեր քաղաքական կանխատեսումն եմ ուզում խնդրել, ինչ զարգացումների սպասենք այս մասով եւ ընդհանրապես առաջիկա տարիներին, այսինքն ինչ է լինելու ընտրությունները կունենան երկրորդ փուլ թե չեն ունենա, կգնանք խորհրդարան, կշարունակենք բնականon աշխատել եւս 5 տարի, թե փողոցային պայքար կլինի եւ թեժ իրավիճակներ։ Ինչ կանխատեսում ունեք քաղաքական ընդհանրապես։ Նայեք, Պուտինի շնորհավորելը, չշնորհավորելը ոչ մի ազդեցություն չի ունենալ։ Հիմա ծնունդը զանգը շնորհավորեց, 3 ժամ հետո սահմանափակումները շարունակվեցին։ Զուտ քաղաքավարական այսպես զանգը չի նշանակում, որ այդ պետության քաղաքականությունը փոխվելու է։ Պետք է մի բարձր ճշմարտություն մենք ուղղակի գիտակցենք։ Սա մեծ քաղաքականություն է։ Կա Ռուսաստանի պետական շահեր եւ շնորհավոր է, դա չի փոխելու պետական շահերի այդ վեկտորը։ Հայաստանը միշտ դիտվել է որպես բարեկամական երկիր։ Այն ինչ անում է Հայաստանը, այդ շեշտադրումը փոխում է էապես։ Հայ ժողովրդին շարունակելու են դիտել որպես բարեկամ ժողովրդին, այս կառավարությանը դիտելու են որպես ոչ բարեկամական կառավարություն, որտեղ այս կառավարությունը գնում է դեպի Ռուսաստանի թշնամիների։ Այսօր դա է վիճակը։ Հիմա կարող է 5 տարի հետո պատկերը փոխվի։ Չի երևում, որ 5 տարում կփոխվի, սա կարծում եմ մի հերթական մեծ ցիկլն է։ Ըստ էության Եվրոպայի հետ գնում է սառը պատերազմ, Եվրոմիության հետ, թեժ պատերազմ Ուկրաինայի տարածքում, ընդհանուր առմամբ սառը պատերազմ, եւ այդ սառը պատերազմի ժամանակ Հայաստանը բռնել է ճանապարհ դեպի ինտեգրվելու Ռուսաստանի թշնամիների հետ։ Ոնց կարող է մի հատ շնորհավորանքը փոխել, այդ սխեման պիտի փոխես։ Այդ սխեմայի տակ, այդ վտանգավոր սխեմայի մեջ Հայաստանը չպետք է մտներ։ Ամբողջ հարցը դրա մեջ է։ Դու չես կարող նույնը շարունակել կամ ասել, գիտեք, այս երկու աթոռի վրա նստած եմ, այդ երկու աթոռի վրա նստելու համար
Սենց քո մարմնի մի տեղը բավարար չի ստացվում։ Հասկացաք, ի սկզբանե այս իշխանությունը դրել է Հայաստանը բավական պրոբլեմային վիճակի մեջ։ Մենք չպետք է տեղ հայտնվենք։ Մենք պետք է փորձեինք բալանսավորված կոմպլեմենտար քաղաքականություն տանենք։ Բայց ինքը դարել է մեկ նպատակով, այդ կրկնեմ այդ միտքը։ Լեգիտիմության կամ ընտրություններ ճանաչելու, չճանաչելու կնիքը սենց տրադիցիոն բանի մոտ է, չէ, արևմուտքի մոտ է։ Իրենք են ճանաչում ընտրությունները օրինական են, օրինական չեն, լեգիտիմ չեն, դրսի ընկալումը այսպեսին է։ Ինքը այդ ընկալումը, այդ կարտ բլանշը կեղծելու համար, ստանալու համար ինքը Հայաստանը մտցրեց այդտեղ։ Նույն անում էր Սաակաշվիլին, ես միշտ այդ համեմատությունը անում եմ։ Հիմա Սաակաշվիլին բանտում է եւ Վրաստանը մինչ այսօր սենց դժվարությամբ Սաակաշվիլի ժառանգությունից ազատման ճանապարհին է գտնվում։ Ես մեջբերեմ ուղղակի 3 օր առաջ Վրաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունը։ Նկատել եք թե չէ։ Հետևյալի մասին էր, որ այդ առանց վիզաների, այս безվիզ կոչեցյալի մասին ասեց հետևյալը. Եվրոպացիք դրդում են Վրաստանին ինքնասպանությանը։ Լսել եք չէ՞ այդ հայտարարությունը։ Դրդում են ինքնասպանությանը եւ այս безվիզ կոչեցյալը կապում են Ռուսաստանի դեմ սանկցիաների կիրառման հետ։ Սա ինքնասպանություն է Վրաստանի համար եւ մենք դա չենք անելու։ Դա մեջբերում է ուղղակի Վրաստանի խորհրդարանի նախագահի։ Հիմա ով մտածում է թե սենց այդ безվիզը վաղը սենց նվիրելու են Հայաստանին, նույն պայմաններն են դնելու Հայաստանի առաջ։ Նույն պայմանները ինչ դնում են Վրաստանի առաջ։ Հիմա Հայաստանը այդ ճանապարհն է բռնել։ Հիմա եթե դու գնալու ես այնտեղ, ես չեմ բացառում, որ Ռուսաստանն էլ վիզային ռեժիմներ մտցնի Հայաստանի նկատմամբ։ Այդ դեպքում 2 միլիոն հայերը պատկերացրեք պետք է գնան վիզաներով, իսկ ուր եք տանում այս երկիր, ինչ եք անում։ Այդ դուք ասում եք, որ այսպիսի իրավիճակ կլինի, բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում փոխել իր քաղաքական կուրսը։ Ակնհայտ է նաև, որ քաղաքացիական պայմանագիրը համենայն դեպս նախնական արդյունքներով հնարավորություն ունի ընտրել Նիկոլ Փաշինյանին 3-րդ ժամկետն անունի մեջ վարչապետ։ Իհարկե, 3-րդ նախագահն ասաց, որ 3-րդ ժամկետը չէ, որովհետև առաջին երկուսի դեպքում արտահերթ էին եղել ընտրությունները, այստեղ էլ ձեր կարծիքը հետաքրքիր է, դեպս 3-րդ ժամկետը ի վերջո թե ոչ։ Եվ ինչի պատրաստվի հայ ժողովուրդը ձեր քաղաքական կանխատեսումն է ես նաև խնդրել։ Եվս 5 տարի այս քաղաքականության շարունակությունը կտեսնենք, թե կընդհատվի ինչ-որ բան։ Ինչի պետք է պատրաստվի հայ ժողովուրդը։ Լրջագույն խնդիրների։ Որովհետև տվյալ դեպքում երկիրը մեկ ինտեգրված տնտեսական համակարգից փորձում է տեղաշարժվել դեպի մեկ այլ անորոշ համակարգ։ Այսինքն Փաշինյանը պատրաստ չի քեզ նույնիսկ Ուկրաինայի պարագայում ինչպիսի համանախապակումներ են մտցրել օրինակ լեհերը չեն թողնում, արգելում են ապրանքների ազատ տեղաշարժը։ Հիմա ուրեմն Հայաստանը մտնում է турբուլենտության մի լուրջ փուլի մեջ, անընդհատ լրջագույն տնտեսական հարցեր, տնտեսական խնդիրներ եւ այսպես ասենք, սա այս турբուլենտությունը շատ թանկ է նստելու եւ հայ ժողովրդի համար եւ չեմ կարծում որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել շատ փոքր է ինքը դա մարսելու համար ոչ այդ գիտելիքները ունի ոչ այդ ռեսուրս ազդեցության ունի նաեւ այս ընտրությունները ցույց են տալիս որ այդ ազդեցություն այդ ռեսուրսը դու այլևս չունես կաշառեցիր մարդկանց բյուջեի միջոցներով հետո այդ միջոցները շեշտակի նվազելու են չես կարողանալու այս կաշառելու տեմպը պահել հետո խնդիրները ունենալու դիմելու է Եվրոմիության, ասելու է մի քիչ էլ փող տվեք, Զելենսկու պատմությունը սենց ուղղակի ոչ թե պատերազմային վիճակի, այլ տնտեսական, ասենք պատերազմի վիճակի բերել է հայ ժողովրդի գլխին։ Սա է անում այս մարդը։ Ինքը իր տեսակով դուք չեք տեսնում, ինքը պետք է ստեղծի լարվածություն, թշնամություն, իր ոնց որ ապրելու միջավայրն է, թթվածինն է, որը ինքը ապրում է։ Ներողություն եմ խնդրում, բայց ես ոչ թե նկատի ունեի, թե ինչ է ուզում եւ կամ ինչ է անում Փաշինյանը, այլ արդյոք ունենալու է հնարավորություն անելու դա եւս 5 տարի։ Ես հենց դրա մասին եմ ասում, որ չի մարսելու ինքը այս կարգի турբուլենտությունը չի մարսելու եւ ընդդիմությունը իհարկե այս ամենի ֆոնի վրա
շատ մեծ հնարավորություն է ունենալու իր հարցը լուծելու։ Վիճակը կտրականապես փոխվում է։ Այսինքն, ասենք, կիսահղի վիճակում մնալը մի քիչ դժվար է։ Հիմա այդ հղիությունը մի քիչ ուրիշ տեղա տարել։ Չի մարսելու հետ կապված ինչ է, այսինքն տեղի ունենալու, պարոն Քոչարյան, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ընտրություններից անմիջապես հետո հերթական սահմանափակումներն է իրականացրել եւ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը մանևրում է, չի ասում հստակ ԵԱՏՄ-ի հետ կապված իր քաղաքականությունը, ՀԱՊԿ-ի հետ կապված ասում է դե մի գիտություն կընդունենք մենք դա եւ այդքան էլ իրենց չի անհանգստացնում, կշարունակեն էլի անդամավճարները չվճարել, այսինքն կմանևրի կամ չի մարսի որ պահին կամ ինչ հետևանք կունենա դա իր հետ կապված, ոչ թե երկրի հետ կապված, այլ իր հետ, ինչ քաղաքականություն կորդեգրեն։ Հասկացա, նայ, արդեն դա իրենից կախված չի։ Արդեն իրից կախված չէ, ավելի շատ կախված է օրինակ Ռուսաստանի համբերությունից։ Այդ չեն համբերում ոնց որ թե։ Երևում է, որ չեն համբերում, որովհետև իրենք ակնհայտ տեսնում են, որ այնինչ ինքը միջ այդ արել ուղղակի ստել է, խաբել է, ժամանակ է ձգել, նաև ընտրությունների հետ կապված։ Արդեն իրենից չի կախված։ Ինքը այդ տեսանկյունից շատ փոքր է, որ կարողանա այս մեծ տուրբուլենտությանը դիմակայել։ Ասենք դու մտել ես, ես եթե հիշում եք, ասում էի, որ հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ նավը բաց ծով չի անում, օկեանոսի կենտրոն չի տանում։ Փորձում է մի հանգիստ ավելի տեղ գտնի եւ սպասի հարվածի տակ չդնելով եւ նավը եւ ազնագազմը։ Ինքը արեց ճիշտ հակառակը։ Ուղղակի արեց ճիշտ հակառակը։ Եվ տվյալ դեպքում ինքը ինչ անելու, շարունակելու է նույնպես։ Հենց Ռուսաստանից սկսել են իրականացնել այն կարգախոսը, իրենք ինչ են ասում են մենք չենք ֆինանսավորելու ձեր ճանապարհը դեպի Եվրոմիություն։ Սա իրենց պետական շահերից չի բխում։ Դու գնում ես թշնամիների ճամփար եւ ինչի պիտի մենք ֆինանսավորենք քո ճանապարհը այնտեղ։ Հիմա կամ պետք է Նիկոլ Փաշինյանը այդ ճանապարհը փոխի, կուրսը փոխի, կոպիտ ասացի գալատ եմ գրել, հիմա շուռ եմ գալիս այստեղ, այդ դեպքում եվրոպացիք համիջապես կհիշեն, թե ոնց որ Վրաստանի հետ եղավ, կսկսեն հիշեցնել, թե այս ճիշտ չես արել, լեգիտիմ չես, այս չես, այն չես, կամ պետք է փորձի եւս այս խաղը տանել։ Խաղ տանելու ռեսուրսը ավարտվել է։ Այն լուֆտը, որով ինքը կարողանում էր խաղալ բոլոր բևեռների հետ, ըստ էության սպառվել է։ Խնդիրը սրա մեջ է։ Հիմա ինքը այդ որ ասում են խորամանկ աղվեսի երկու թաթով անգնում բանի մեջ է, թակարդի մեջ։ Այսպիսի արտահայտություն չկա։ Այդ նույն վիճակում է ինքը իրեն մտցրել եւ ոչ միայն իրեն, եթե ինքը իրեն մտցներ Աստված իր հետ, բայց ինքը մտցրել է երկիրը այդ թակարդի մեջ։ Ինչից երկիրը բան չի ստանալու, չի շահելով, որ երկիր փորձել է նման կարգի հարաբերությունների մեջ մխրճվել, միշտ ուժել է։ Միշտ։ Եվ եւս մի արտահայտություն ուղղակի կրկնեմ, երբ կառավարությունը քարակի հետ է խաղում, այրվում է ժողովուրդ։ Եվ մենք դա ենք ասում, եւ երևի նկատել եք, որ ամբողջ այս քարոզարշավի ժամանակ մենք ես օրինակ միշտ դա էի փորձում շեշտել։ Մենք շատ հանգիստ կարող ենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, փող աշխատել Ռուսաստանի հետ հարաբերություններում, փող ծախսել Եվրոպայում, Դուբայում, որտեղ ուզում ես։ Ինչի ես քանդում այն սխեմա, որը հաջողությամբ աշխատում է։ Միայն աթոռը պահելու համար, եթե մի քիչ մտածում էիր Հայաստանի համար, կամ պետք է քաղաքականությունը փոխեիր, կամ պետք է ուղղակի դառնայր ընդդիմություն ավարտեիր։ Որքան է հավանականությունը, որ Ռուսաստան գնալուց ասի սխալ եմ արել եւ Ռուսաստանում հասկանա, որ իսկապես Նիկոլ Փաշինյանը սխալվել է եւ հարաբերությունները նախկինի մակարդակին վերադառնան։ Պապայիսարև մոդելը, հա, Պապայիսարև մոդելը չի աշխատում։ Բանկա չէ, որ ասում Մոսկվա слезам не верит, այդ ֆիլմի այդ բանը անունը մեմա դարել շատ հարցերում։ Ինքը քաղաքականությունը պետք է փոխի։ Ուղղակի ասելով այլևս չի անցնում։ Ինքը քաղաքականությունը պետք է կտրականապես փոխվի, բայց ինքը չեմ կարծում, որ ինքը փոխելու է, որովհետև իր տերերը այլ բան են իրեն թևադրում եւ ինքն է ուզում նաեւ սա, այսպես ասենք, այդպես չի, որ ինքը միայն թևադրում են։ Ինքը մտել է այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ այդ հարաբերությունների տերը ինքը չի, այդ հարաբերությունների տերը ուրիշ տեղ է։
Եվ մեզ Եվրոպա էլ չտանում, գոնե Եվրոպա տաներ։ Մեզ Թուրքիա է տանում։ Ակնհայտ է, որ մեզ տանում է ինքը Թուրքիա։ Էրդողանը իրեն շնորհավորում է։ Բայց Ադրբեջանը չի շնորհավորելի դեպ։ Դժվար է Ադրբեջանը արդյունքներից։ Ադրբեջանը եթե դուք հետևեք իրենց լրատվամիջոցներին, ակնհայտ մեծ ուրախություն է Ադրբեջանում։ Իրենք դեռ հույս ունեն, որ անկալավներ պետք է ստանան, իրենք հույս ունեն, որ սահմանադրությունը պետք է փոխվի, եւ սա շարունակվելու է։ Բայց այն, որ Փաշինյանը ունի սահմանադրական մեծամասնություն ունի դեպ եւ փաստացի չի կարող փոխել մայր օրենքը այն մանդատներով, որ ունի նախնական արդյունքներով համենայն դեպս։ Իսկ դա հենց այն էր, ինչ ուզում էին Թուրքիան եւ Ադրբեջանը համենայն դեպս խաղաղության պայմանագիր կոչվածը ստորագրելուց առաջ։ Սա չի խառնում նաեւ նրանց Բաքվի եւ Անկարայի խաղաքարտերը։ Իրենք կարող են էլի սпасել։ Իրենց այս վիճակում այն վիճակը չի, որտեղ իրենք պետք է ինչ որ շտապեն եւ այլն։ Ասում են դու էսել պիտի անես գնա ոնց ուզում ես արա։ Տեր ու ծառայի հարաբերություններն են, այստեղ հավասար գործընկերների հարաբերությունները չեն։ Ալիև ասելու է գնա ոնց ուզում է, իմ խնդիրը չի, գնա համանadrությունը փոխի։ Ինքը պիտի հարձակվի ընդդիմության վրա, պետք է փորձի, այսպես ասենք, իր այդ պարտավորությունը կատարել եւս շարունակելով ճնշումները։ Եվրոպացիներին կասեն, դե ինչ անեն, պետք է ճնշեմ, նրանք աչք կփակեն այդ ճնշումների վրա, այն մոդելով շանորդի է, բայց մեր շանորդին է այդ մոդելով շարժվեն, այսպես է, աշխարհը դաժան է, ասենց ռոմանտիկ պատկերացումները աշխարհի մասին ուղղակի սխալ պատկերացումներ են, չպետք է դու հայտնվես այդպիսի տեղ ու մտցնել քո երկիրը այդպիսի հարաբերությունների արանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, նախագահ։ Ձեզ շնորհակալություն։